Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Մանասյան, շնորհակալ եմ զեկույցի համար։ Միանշանակ դուք շատ աշխատանքներ եք կատարել, զեկույցից էլ է երևում է այն ժամանակ, երբ որ մենք դիմում ենք ձեզ եւ դուք արձագանքում եք։ Տեսեք, դուք նշել եք վիճակագրական տվյալներ, նշել եք, որ դիմում բողոքները ավելացել են։ Կարող եմ ասել, ավելացել են, որտեղ վստահում են ձեզ։ Եթե չվստահեին, չէին գրի կամ չէին դիմի ձեր հաստատությանը։ Գիտեք, ինձ որ հարցն է հետաքրքիր, դուք նշել եք, որ կրթության ԿԳՄՍ-ի եւ Երևանի քաղաքապետարանի հետ են կապված հիմնական բողոքները, կխնդրեի, եթե հնարավոր է նշեք, թե բովանդակությունը ինչու ուներ։ Եվ մի հարց էլ է հետաքրքիր ձեր զեկույցից, դուք նշել եք, որ պետական մարմիններից ոմանք չեն արձագանքում։ Եթե հնարավոր է արձագանքեք, նշեք, որ պետական մարմինները չեն արձագանքում, շնորհակալ եմ, այս հարցերի պատասխանը ընկալում եմ։ Շնորհակալություն, Տիկին Ղազարյան, մի այսպես ուղղակի շտկում անեմ, երբ որ թիվն էի ներկայացնում դիմում բողոքների, ես կրթության նախարարությունը եւ Երևանի քաղաքապետարանը առանձնացրեցի նրանով, որ տարվա համեմատությամբ, այսինքն նախորդ տարվա համեմատությամբ շեշտակի աճ է եղել դիմում բողոքների ու համակարգային խնդիրների հետ են հիմնականում կապված, օրինակ Երևանի քաղաքապետարանի մասով մենք անընդհատ բողոքներ ենք ստանում պատշաճ վարչարարության իրավունքի առերևույթ խախտման հետ կապված հարցերով, օրինակ ինչ որ գործողություններ են իրականացում առանց անձանց ծանուցելու ու դրանք կարող են նաև մարդկանց հետ կապված ազդեցություն ունեցող, հա, ինչ որ բաներ լինեն, օրինակ, չգիտեմ, այսպես կոչված, հա, տարիներ առաջ նույնիսկ կառուցված ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ եւ այլն, ինքը ամբողջությամբ վարչարարությունը, որը հստակ կանոններ ունի, չեմ ուզում բոլոր դեպքերը հնարավոր թվարկել, բայց վարչարարության մասով միանշանակ չափազանց շատ են բողոքները։ Ավելին ասեմ, թեև Երևանի քաղաքապետի հետ ես անձնապես շատ լավ համագործակցություն ունեմ, բայց քաղաքապետարանը հենց այն մարմիններից է, որտեղ համակարգային խնդիրներ շատ դանդաղ են, այսպես ասած, հա, հասցեավորվում եւ այստեղ օրինակ ես կարծում եմ, եթե ես ինքս քննարկում եմ ունենում քաղաքապետի հետ, մենք արագ կարողանում ենք օրինակ համակարգային խնդիրը առաջ տանել եւ լուծել, բայց համակարգային տեսանկյունից քաղաքապետարանի հետ կապված հարցերը շատ դանդաղ են առաջ տարվում, նաև ըստ էության կառուցողական չի երբեմն մոտեցումը եւ սա միանշանակ պետք է շտկվի։ Կրթության նախարարության մասով էլ արդեն ասացի, խոսքը շեշտակի դիմում բողոքների աճի մասին է եւ կրթության նախարարության տեսանկյունից էլ շատ կարեւոր կլինի, որպեսզի այդ արձագանքողականությունը եւ խնդիրներին համակողմանի նայելը, մեզ հետ համատեղ քննարկելը խնդիրները կարեւոր այսպես մաս դառնա, որովհետեւ օրինակ նորից կրկնեմ, մի շարք մարմիններ կան, որոնց մասով հատկապես հա թիվը մեծ է եղել կատարողականի մեր առաջարկների կատարման եւ դա ընդհանրապես եղել է կառուցողական քննարկումների արդյունքում, օրինակ նշեցի հատուկ պաշտպանության նախարարությունը, արդարադատության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, ընդհանուր առմամբ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը, նաեւ պարոն Թորոսյանի հետ բազմաթիվ քննարկումներ ունենք, թեպետ այստեղ էլ պիտի նշեմ, որ օրինակ մշտադիտարկումների այցերի հետ կապված երբեմն մեր այցերի մասով պատասխաններ ենք ստանում, որոնք դարձյալ օրինակ իրավունքների մասով ոչ կայուն մոտեցումներ են պարունակում, բայց նշեմ, սա համակարգային խնդիր չէ, հա, սա անհատական դեպքեր են տարբեր հաստատություններին առնչվող, բայց ընդհանուր համակարգային առումով արձագանքողական են, նշեցի նաև իրավապահ մարմինների հետ կապված, այսինքն մնացյալ մարմինների մասով միանշանակ շատ կարևոր կլինի, որպեսզի այդ մասով եւս համակարգային զարգացում լինի, որովհետեւ ես չեմ կարծում, որ բոլոր պաշտոնատար անձանց հետ ինքս ունեմ շատ կառուցողական հարաբերություններ եւ ցանկացած հարց, որը ես ինքս բարձրաձայնում եմ, անմիջապես փորձում են կառուցողական առումով քննարկման առարկա դարձնել, բայց կարծում եմ, որ դա պետք է ինստիտուցիոնալ մակարդակում լինի եւ պետք է հենց այդպիսի համակարգեր ձևավորվեն, որպեսզի ոչ թե մենք անհատապես ներգրավվենք հարցերի լուծմանը, այլ դա լինի համակարգ, որը լուծում կտա հարցերին եւ այդ մարմինները, որոնց վերաբերյալ խոսեցինք, նաեւ այդ մասով զարգացման կարիք ունեն միանշանակ եւ նաեւ հա ես հատուկ շեշտադրեցի
իրազեկվածության բարձրացումը, սա ընդ որում շատ կարևոր դերակատարություն ունի մեր առաջարկների կատարման արձագանքողականության առումով, որովհետև կան մարմիններ, որոնք ընդհանրապես չեն պատկերացնում մանդատը հաստատության եւ առաջարկների էությունը, սրանք շատ քիչ թվով մարմիններ են, բայց ինչպես նշեցի, պարադոքս է Հայաստանի համար, որ օրինակ գործադիրն ու իրավապահը կարող են շատ ավելի արձագանքող լինեն հարցերին, քան օրինակ մի շարք այլ մարմիններ։ Մենք հիմա պարզ ձեզ ասեմ, նկատի ունենալով այն, որ ինքս մեր հաստատության համար շատ եմ կարևորել եւ անընդհատ փորձել եմ ոչ միայն ինքս հաղորդագրություն փոխանցել, այլ իմ աշխատակիցները բազմաթիվ վերապատրաստումներ են անցել այն մասին, թե ինչպես իրավասություններ սահմանազատել այլ մարմինների հետ։ Մենք մինչ այս պահը որևէ դեպք չենք ունեցել, երբ որ որևէ այլ անկախ մարմնի իրավասության շրջանակ մտնենք, այսինքն այդ սահմանը խախտենք որևէ մարմնի, եւ հիմա փաստացի մենք միջազգային փորձագետների հետ աշխատում ենք այն ուղղությամբ, որ կարողանանք դա ապահովել Հայաստանում գործող նաև այլ մարմինների համար, որպեսզի իրենք էլ պատկերացնեն, ինչպես չպետք է մտնել մեկ այլ մարմնի սահման, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի հարցերը քննարկման առարկա դարձնելիս։ Ես կարծում եմ այս առումով նաև առաջիկայում մենք հրապարակային զարգացումներ կունենանք եւ վստահաբար քննարկելու հնարավորություն կունենանք։ Շնորհակալություն։